Այդ պատճառները դες բաների մեջ այս կարող է այս գործողությունն է որ հենց պիտի բերի եկեղեցու մաքրման եւ մեր ժողովրդին բերի եկեղեցի որովհետեւ կան բաներ դες տաբուներ կան, չէ, չխոսելու մասին։ Մենք ինչ-որ բաների մասին չենք խոսում, որովհետև չի կարելի ամոթ է, որ եւ այլն, բայց որոնց արդյունքում մենք այդ ինստիտուտները պղծում ենք, փչացնում ենք ու հետո էլ այդպես բաներ ենք, ճոռոմա բանություններով ենք զբաղվում, ներողություն եմ խնդրում, էլի ասում ենք, այ ես օրինակ, այս մեր ժողովուրդը հեռացել է եկեղեցուց։ Կներեք, բա ժողովուրդը ոնց չհեռանա այն մարդկանցից, այդ եկեղեցուց չի հեռացել, այդ մարդկանցից է հեռացել, որոնք որ սրբապղծություններ են անում։ Այսինքն այստեղ խնդիրն է անում, որ եթե եկեղեցուց չի հեռացել, բայց դե եկեղեցում սրբապղծության մարդիկ են, ապա բնականաբար ժողովրդի եւ եկեղեցու կապի մեջ տեսակ ստացվում է անդունդ, ստացվում է ինչ-որ պատնեշ, որը պետք է մեկ հարց էլի Նիկոլ Փաշինյանն է արդար թե Աստված։ Անկեղծ հարց եմ տալիս ես պարոն Պապյան։ Ես փիլիսոփայական հարցերի չեմ պատասխանում եւ սա այդ տեղը չի եւ արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել եւ ես կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մեկ այլ դեպքում բնականաբար աստվածային արդարություն եւ այստեղ ով է արդարը ձեզ համար։ Ես ասում եմ, դուք տեսել եք այդ մարդու եւ տեսել եք Աստծո, ով է ամենաարդարը, Աստված թե Նիկոլ Փաշինյանը։ Այդպիսի հարցեր չի կարելի տալ։ Ես ասում եմ, որ արդարության ընկալումները մեզանից յուրաքանչյուրի մեջ կարող են բնականաբար տարբեր լինել, բայց որպես անձ, որպես մարդ նյութական էակ, ես կարող եմ ասել, որ վարչապետի հետ այլ աշխատանքային փորձառությամբ ինքը շատ արդար մարդ է, բայց աստվածային արդարություն դա լրիվ ուրիշ մակարդակի եւ դա լրիվ ուրիշ խոսակցության մասին է։ Դուք նոր չէ, տեսախցիկներ էլի։ Դուք նշեցիք, որ եկեղեցական օրենքներին այդքան էլ լավ չեք տիրապետում, այնքանով, որքանով։ Մենք այստեղ հավաքված քաղաքացիներից, երբ փորձում ենք հարցազրույց վերցնել, գրեթե բոլորը նույնն են ասում, այնքանով, որքանով են տեղյակ։ Այս կոնտեքստում դուք ճիշտ եք, նորմալ եք համարում բարոյալքել, բարոյազրկել մեր հոգևոր։ Կներեք, հիմա մեր հոգևոր արժեքները բարոյալքում են այն մարդիկ, որոնք որ չպետք է ունենային երեխաներ, բայց ունեն, որոնք որ չպետք է բարձրացան հոգևորականները չպետք է հետապնդեին ընդհանրենք տղա երեխաներին եւ ողջակի ոտնձգություններ անային ինչպես հայտնի հոլովակումով որ եւ որևէ մեկը չասեց այդպիսի բան չկա չպետք է օրինակ իրենց հարազատների հետ սեռական կներեք իրենց հարազատների հետ սեռական հարաբերությունների մեջ ունենեն հիմա ես հիմա ասում եմ ես էլ եմ դատապարտել ասում եմ այդպիսի բաներ անող մարդիկ, այդպիսի բաներ անող մարդիկ, ուրեմն իրենք մեր ժողովրդին հեռացնում են եկեղեցուց, որը ամենամեծ վատությունն է, որը հնարավոր էր Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցուն տալ։ Այստեղ գիտեք, ես ուղղակի չգիտեմ դուք ոնց եք ձեր մեջ ուժ գտնում այդ հարցերը մեզ տալու, որովհետև ուղղակի ամոթ է, էլի, այն այդ բանը էլի, այդ հակափաստարկները, որ փորձում եք գտնել, ուղղակի հակառակ կողմում այնքան, այսինքն դուք հիմա սրբապղծությունը փորձում եք բերել եկեղեցու փրկության հետ դնել մի բանի մեջ, երևի տարբերություն ու ընկալումներ են, ձեզ երևի թվում է, որ մենք հարց ենք տալիս, մենք ինչ որ մեկի կողմնակիցն ենք կամ պաշտպանում ենք, մենք մարդիկ ենք, ովքեր հարության ձայն են բարձրաձայնում։ Եվ մենք պարտավոր ենք ձեզ հարցեր տալ, որոնք նաև ձեզ հաճելի չեն։ Ձայնը ուղղակի ամոթ է, ժողովուրդ, ամոթ է։ Դուք հիմա լրացնում եք մամուլի ձայնը, ինչպես նաև ժողովրդի ձայնը նախորդ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի անվտանգության բնավ, պարոն Պապյան, ես բնավ չեմ ջղայնանում, դուք մի փորձեք հիմա իրավիճակ ստեղծել, որ ես ջղայնացած եմ, ես շատ բարությամբ լցված այստեղ կանգնած եմ, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը քաղաքացուն լրացնելով դուրս հանեց եկեղեցուց, դա էր ժողովրդավարությունը կամ դա է ճիշտ ձևը։ Գիտեք, ժողովրդավարությունը մի բան է, երբ որ օրինակ հավաքվում է պայմանական 2000 հոգի, մի հոգի չի կարող 2000 հոգու իրավունքները խանգարել։ Ժողովրդավարություն հենց դա է։ Ժողովրդավարությունը շատ
կոնկրետ գործիքներ ունի, որոնցով կարող է իրան պաշտպանել։ Օրինակ, աշխարհում ամենաժողովրդավարական երկրները, ասենք ենթադրենք Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Շվեդիա, դուք կարող եք ինչ ուզեք անեք։ Որևէ մեկը որևէ շվեդ կարող է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց այնտեղ քաղաքացու բերանը փակելով հանում են եկեղեցու։ Ասում եմ, այնտեղ, որտեղ որ 2000 հոգի եւ 1 հոգի է եւ 1 հոգին 2000 հոգու իրավունքները խախտում, հա, ժողովրդավարություն հենց դրանով է ժողովրդավարություն, որ հիմա մի այսպիսի իրավիճակ մի խանգարեք, մի ջղայնացեք, հանգիստ, Երբ որ պատմում են քաղաքացին կարծիքը հայտնում է դա մի լրացեք, ազատ խոսքը թողեք խոսեմ հիմա։ Բայց ես Տպավորություն է, որ փորձում եք այսպես երկարացնել, որ խոսքը մայջան, չեք թողում, որ ես խոսեմ, դուք դրանով հիմա էլ պարոն Եղոյանը կարծեք Ես ասում եմ, այնտեղ որտեղ կա 2000 հոգու իրավունք եւ կա 1 հոգի, բոլոր ժողովրդավարական երկրներում որևէ 1 հոգի չի կարող 2000 հոգու իրավունքը խախտել։ Դա բացառվում է, այդպիսի բան գոյություն չունի։ 1 հոգին 10 հոգին։ Դա Չէ, ասում եմ 2001, դա ինչպես նախորդ շաբաթ է։ Հիմա մի այսպիսի Շատ սիրելի մեկ քաղաքացի փորձում էր խանգարել եկեղեցու մեջ, որպեսզի 2000 հոգի պատարակ լսեն։ Ես հիմա մեր սիրելի լրագրողներին բացատրում եմ, ես հիմա մեր սիրելի լրագրողներին բացատրում եմ, որ Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Իսլանդիայում, որևէ այլ եւ Հայաստանում այդպիսի ժողովրդավարական երկրներում այդպիսի բաներ թույլ չի կարող տալ ժողովրդավարությունը, որ 1 հոգին 2000 իրավունքը ոտնահարի։ Պարոն Պապայան, Դա հենց ոտնահարես, դա կոչվում է արդեն ավտորիտարիզմ։ մի այսպիսի իրավիճակ է, եթե օրինակ պայմանական դուք գնաք մի տեղ, էլի եկեղեցու բակ, հավաքված լինեն հակառակ ձեզ դեմ քաղաքացիներ եւ թույլ չտան մտնեք։ Դա ժողովրդավարություն է թե ոչ։ Դա ժողովրդավարություն չի, բայց եթե ես սկսեմ օրինակ գորգռալ եւ խանգարել այդ 2000 հոգու իրավունքը, ասենք պատարակ լսելու, դա արդեն եւ դա չկանխարգելվի, դա կլինի, որ դա կլինի ավտորիտարիզմ, որ ես ավելի ուժեղ եմ, քան 2000, ինչը անթույլատրելի է։ Եվ մի ճշտող հարց է դուք